տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը Հայաստանից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը հայտնել է նաև, որ քիչ թվով մեքենաներ վերադարձվել են փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակվի տեղեկատվություն, գրել է Պապոյանը։ Հայաստանում քննարկվում է նոր օրինագիծ, որը հաշվի է առնում երկարաժամկետ հեռանկարում ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։ Նրա խոսքով նախագծի շուրջ քննարկումները նախնական փուլում են։ Այսօր վաղ առավոտյան Սարգսակի փողոցում ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել, կան տուժածներ։ Հոնդայի Էլանտրա Մագնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղևորին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները, դա անվանելով ճշգրիտ տերմին։ Այս մասին նա գրել է True Social սոցցանցի իր էջում։ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացումը ճշգրիտ տերմին է, ասել է Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը նաև հնարավոր է համարել Իրանում իշխանափոխությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ պատասխանատու է Իրանի կողմից հնարավոր ցանկացած հակաքայլի համար, առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ Իրանցի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն հատել է շատ մեծ կարմիր գիծ հարվածելով միջուկային օբյեկտներին։ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան գործողությունները նպատակ են ունեցել կանխել Իրանի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։ Խերսոնի մարզում գտնվող ուկրաինական զինվորական ուսումնական տարածքի վրա ռուսական հրթիռների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել եւ առնվազն 14-ը վիրավորվել, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները։ Սա մեկ ամսվա ընթացքում գրանցված 3-րդ հարձակումն է Ուկրաինայի զինվորական ուսումնական տարածքների վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հոբ միջոցները գիշերվա ընթացքում որսացել եւ ոչնչացրել են 23 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի մարզպետն էլ հայտնել է անցած մեկ օրվա ընթացքում սահմանամերձ շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 7 մարդու վիրավորվելու մասին։ Վիրավորներից 3-ը շտապօգնության աշխատակիցներ են։